Ես այստեղ սպաված եմ աղցան պատրաստելով, այստեղ ունեմ նախապես մարինացված սող, ցանկալի էր կարմիրը, քանի որ չունեի այս պահին, սպիտակով եմ անում ու քանի որ բաղադրիչներից ամենակարևորը կարմիր լոբին է ու իմ մոտ սպիտակ էր, մտածեցի ավելի հարմար կլինի համել սպիտակ սոխը, ունեմ տավարի խաշված փափկամիս, բուլղարական կարմիր և դեղին պղպեղներ, անկույս և համեմ, այստեղ սխտոր եմ նաև ճզմել, հիմա այս ամենը կխարմեմ, կավելացնեմ ձիթայուղ, զեյթունի ձիթայուղ և կնասնանանք շատ համեղ աղցան։ Դիլի տտասից եկավ լվաց, այսիկն լողացավ, ցնցողում տնեց ու հիմա ճաշում է։ Համով է, սիսերով սուպաս, մեր համով չի բուլյոնը չեմ հավանում, կերավ ասեց համեղա, եվիտանել, լավ ես եսոր, ես էլ պրոցում աստացե, սա հացուտից նետի, հա երեխիկը, իրեք հատա, մեկը ինձ, եվիտային իրեն։ Я сегодня съем, а мармелад кирасатный. Աբա մեզ չես տալի, եվիտային չես։ Հա, եվիտայի հետ չսկիսվի։ Հա, հիմա Լիլիթ ուտել նոր։ Хорошо, լավ, հացդ կիր անջատեմ, չխանգարեմ։ Можно мармеладку открыть? Нет. Բարև երեխաներ։ Բարև։ Ինչ եք անում այսօր։ Салат и соус. Ինչ սալատ ես սարքելու, Լիլ։ Շլոբի։ Չէ, սալատի անունը, սալատ Թբիլիսի է կոչվում, իրականում կարմիր լոբի էր մեզ անհրաժեշտ, կարմիր սող, քանի որ այն չունեինք։ Հա, ունենք այն, ինչ ունենք հիմա։ Լիլ, սուպի համար ինչն է սարքելու։ Սոուս։ Հիմա Լիլից բաց։ Մի քիչ իմ մոտ խնձորի քացախն է, եթե ունեք բալզամիկ բանը, բալզամիկ հերիքա Լիլ շատ է։ Բալզամիկ սոուս ունեք, կարող եք բալզամիկ օգտագործել։ Հիմա ինչն ես լսում, Լիլ։ Խմելի սունելի։ Խմеш սունելի։ Խմելի սունելի։ Այստեղ ավելացրեցինք չորնի պերեսն ու սխտոր։ Можно мешать? Հա, խառնի արդեն կարաս խառնես։ Это чеснок? Դե խառնի, որ համեղ ստացվի։ Я не люблю чеснок, я не буду чеснок есть. Խառնում ես։ Հիմա Էվիտային խնդրենք ավելացնի մեր գլխավոր բաղադրիչներից լոբին։ Ձեռքով չենք անում, այնտեղ Լիլ, ավելացնում ես հա, պերեցները։ А почему она тоже? Հերտով, որ հերտով անեք։ Почему она это? Էվ դու միսը վերցրու։ Почему она одна вот это делает? По очереди, հերթով։ Լեցրու, Լիլ, սոխով է լցնում։ Это орех. Սոխը լցնում ենք նոր, բայց սոխը շատ է։ Մի քիչ լցրու։ Այդ մանուժներից վերցրու, հա, Լիլ։ Լցրու։ Орехи? Հա, արեխ մնաց։ Եվ դու էլ կանաչ։ Ունենք միայն մեր մոտ համեմն է։ Այստեղ ավելացրեցինք կանաչին, սոսը, հիմա ավելացնում ենք սև քունջուտը, Լիլ թրիսում է սև։ Էվիտա, դու կարս միաժամանակ լցնես սպիտակը, հերիքա, Լիլ չեմ։ Ստանում ենք վիտամիններով, հարուստ, գունային, համեղ աղցան։ Լավ, բավական է, մի վայրկյան խառնենք։ Հիմա ես ես խառնեմ։ Их немало, тут только было. Բույրը որ անմահական, չէ Լիլ համեղ։ А что за мясо? Միսը տավարի փափկա միսն է։
Գտալով երևի լավ կլինի խառնել։ Ստոպ, տասլի։ Ահա եւ մեր համեղայքույն աղցանը։ Շատ համեղ էր ստացվել, երեխեք կարող եք փորձել։ Այստեղ թանձրուկն է, որի մեջ ավելացրել եմ оливковое масло, զեյթունի յուղ, պապրիկաներ ճաշակի, ով ինչ կցանկանա, համեմունքներ կարտոֆիլի համար նախատեսված եւ կավելացնի կարտոֆիլին։ Այստեղ ունեմ նաեւ, պայս, լի։ Դուք ասեք պանիրովիչնե սուխարի, որով այս թանձրուկի մեջ թաթախելի է, սպասի Լիլջան, ծաղկակաղամբը, թաթախել եմ սրա մեջ և կարտոֆիլի հետ ուղարկել եմ ջրոց։ Հիմա, սկզբում կանեմ կաղամբը, որից հետո կարտոֆիլը։ Что делать надо? Ստեղ։ Макать? Так? Բայց եսի շատ եմ լցրել, մի վարկյան Լիլջան։ Вот все Հա։ макать? Ой. Ты սոքնում է լիվ լավ, տեղ բաները, հա։ Սպասի, ես մի րոպե։ Я хочу. Հա, մի րոպե, ես նստված կտալ այդ համենուկները նստմատակը։ Я можно На. еще? Նե։ Կաղնա է։ Նենց արա, որ հավասարաչար ստանանք։ Մեր ծաղկակաղամբը ջերոցում է, այստեղ կարտոֆիլը արդեն պատրաստ է և այս հատված, ինչպես տեսնում եք, արդեն իրեն է լավ ջրքամել, հիմա սա էլ կտապակեմ, սաղտոր կանաչիով շերտարատ և գրեթե մեր ընտրի կապետը պատրաստ է։ Ես նոր նստել եմ առավոտվանից, նախորդ կադրերը, ինչպես տեսակ, այդ էպութապի փոդոից վերջացրեցինք, Լիլիթի սարքած սալատը շատ համով էր, չէ՞ լի։ Ոստի չէ, այն որ սխտորը լավ չէր բան եղել, տարածվել, ասեց մի հատ լավ սխտոր էր իր ատամի տակ հայտնվել, դա հաճություն էր իրան պատճառել, թե չէ կծու չէի սարքել։ Ինչ է այդ։ А? Ինչ է դա։ Այդ ձեռքինդ ինչ է, կանֆետ է։ Жевать. Ծամոն է իրան, մաստակ է։ Будешь, мама? Չէ, ես կոֆե եմ խմում, Լիլջան։ Այսինչ համանողություններով ճաշեցի, այդ կարտոֆիլը փորձեցի, մի քիչ անալի էր, ինչպես միշտ իմ թերությունն է, որ աղերը քիչ եմ մտցնում։ Սմբուկը շատ համեղ էր, աղցանը նաև Бадрджан вкусный. Հա, բակլաժանը, բադրջանը հայերեն չի, հայերեն սմբուկն է, քիչ հանում սա ծամոնը միջից։ Куда? Այդտեղ մի դիլի կոնե ստեղ դեր, ստե լցրու, պեչինի կոպրեն դրում ծամոնները։ Это мама. Ինչի՞ո։ Ո՞ր է դա։ Это видео. Վիտայի ջերմությունը չկաներ 7-2 Ուզում եմ դուրս գամ մի քիչ մաքրոթի, որ Да. երևի Улица. հոնկերս անեմ, հետո լուղանամ։ Չգիտեմ դեռ։ Учила. Ուզում եմ դուրս, բայց Վիտան լավ չի զգում իրեն։ Мам, какой хочешь, чтоб я села? Ես չգիտեմ, որ ուզում։ Мам, ну Այսինչ աչքերդ փակ ու վեստրա։ Կանաչի դուրս եկա։ Ինչ է Վիտա։ Բանը ծամոններն են։ Հիմա ես դուրս չխմեմ։ Այն օրա ստացա նաև պատվիրածս տորտի մոմերը, կտորը սպիտակ ֆոտոսեսիայի համար չգիտեմ ասել եմ թե չէ, իրան փակցում ես պատից, իջացնում ես, 1.5 մետր էր, բայց փոքր էր, կարելի էր ավելի մեծ, որ գետինով ինքը բերեր։ Որ նկարահանում ես, սպիտակ սիրուն ֆոն է ստացվում, չէ՞։ Որ սիրուն ծնունդի ֆոտոսեսիա անենք։ Ապրես։ А это что? Լիմոնն է կիսած, էդ էլ է տեղին։ Էվիտան Լիլիթին օգնում է ակրոշայշի միրնանում։ Բայց նկարչությունը պետք է նկարի լցնի։ Мам,
Դիրիտ իրան գիրը պիտի սովորի։ Красный. Էս էլ իր ռուսի языկը, որը գրեցին։ Что ты красный рисовать собрался? Գրեցին, պերճացրեցին։ Красный. Перед желтый должен быть. А давай Մեզ մոտ օր է փոխվել, այսօր ամսի 13-ն է, ինչպես սկսված մազերիցս ենթադրում եք, լողացել եմ, հիմա ուզում եմ մաշկս խոնավեցնել, արևապաշտպանն եմ օգտագործել արդեն, հիմա կսեմ խոնավեցնող դեմքի կրեմ, Այ, Լիլիթը դպրոցում Էվիտան դեռ տանն է, քանի որ հիվանդ են, իմ մոտ էլ պես ձայնից ենթադրում գրիպային վիճակ։ Առավոտվանից փրշտում։ Այսպես պետք է կարծում եմ։ Մնացել է հոնքերը շտկեմ երեկվանից պետք է անեմ, որ ժամանակ չեղավ իրականում, որտեղ Երեք ամբողջ օրը խոհանոցին եմ տրամադրել, էմպել թափել, արդեն տեսակ։ Ուզում եմ հոնքերս հաստացնել, ուզում եմ թողնել, հետո ավելի սիրում հեռացնել կոպերս ուռած, կախված։ Էս սկսեցին, որտեղը իմ շրտներ կը։ Կտորը, որ վերցրել եմ ֆոտոյի համար, այսպեսին է, ոնց որ սավան լինի սպիտակ, այսպես ինքը 1.5 մետր է, սա պետք է հաղթուկել իրականում, իր հետ ունի այսպեսի, ինչ են ասում սրանց, բռնակներ, ու այս քորոցները, որ ամրացնում ես, պատից կախում ես, գեղեցիկ, անում ես քո ուզած ֆոտոսեսիաները, պետքա որ լավ ստացվի, երեխի ծնունդի համար այդպես, դրա համար եմ վերցրել էլի, շուշներ կքսեցի, անկեր պետքա կսեմ հիմա, Մեզ մոտ երեկոյան 7 է արդեն երեխեքի դուրս ենք եկել։ Երեխեքը ճաշեցին, ամանները լվացրեցի, միջ այդ քնացրել էի ցերեկը, ու հիմա քանի դեռ լավ եղանակ է, ասեցի հանեմ դուրս, էվ կա մատ, դա արդեն հասավ շատ կա։ Շատ անուշ բուրում են այս ծառներից։ Տերթով։ Լիլա, մենակ ուվարա։ Էվ, отойди։ Հա, բա, հան։ Շոքից։ Ասա։ Ինչի։ Նոր ասում եմ Էվիտային, վաղը դպրոցը չի աշխատում, Լիլիթը տանն է լինելու։ Нет, я хочу, чтобы мы пошли завтра гулять, но без садика. Հա, բայց էդ եմ ասում, որ սադիկ վաղն էլ չգնաս, 3 օր որ բացակայում են, սպրավկա են ուզում բժշկի, թող դրա համար եթե գրանցում անեն, մի շաբաթ նորից պիտի տևի, որ այդ թուղթը կարողանան վերցնեմ։ Հիմա դու վաղը կգնաս, քնելուց առաջ կգամ քեզ կվերցնեմ։ Нет, давай покушай шутик, потом мы пойдем
Я хочу дома остаться завтра. А не Տունը гулять. մնաս, Да. սպրավկա են ուզելու, երորդ օրն ավ հաղը լինելու։ Кагоням. Դե կգնաս կամ կվերցնեմ։ Нет, есть кагоням кухать, плавка короче. Не мотор. Սպրավկա, եթե հիմի զանգեմ սպրավկի համար գրանցեմ է, эти մի 10 օր 7 օր տևելու է։ 7-10 дней ты будешь дома остаться. А можно ты заберешь меня, когда я с мамой пойду покушаю с утра, сделаю занятия и пойдем гулять, будем кушать супчик и потом будем раздеваться. За столиком надо ждать свою маму. Գտնայես ինձ։ Ինչի՞ տենց սիրում։ Мам, а ты, я покушаю сразу и сяду сразу за столик. Только скажи ты, я немножко стесняюсь. Ինչի՞ սամաչում։ Да, я еще не залезла. Ինչ եք անում։ Мама, давай. Գուսինի շագ, գուսինի շագ են Это անում։ гуси. Բադակայլ հայերեն։ Ասա բադակայլ։ Вода, кай. Давай. Раз. Սա որ օրը տալկանա առանց կուտկանես ավելի լավ կստացվի։ Սա էլ ես ասեցի ինչքան ժամանակ չեմ երևացել ձեզ։ Ինչպես տեսնում եք արև։ Անենց խառը եղանակներ են, մեկ արև անում, բայց սառնա, իմնը ես մրսում եմ հիմա, որովհետև արևի տակ չեմ։ Ես եմ մրսկան։ Где ты? Մեզ մոտ իդեպ բելի նոչ է արդեն։ Կարելի է այս ընթացքը գնալ գիշերային զբոսանքի։ Լիդեն սամալյոտ է տեսում ուժ կգնում։ Ամեն 2 րոպե մեկ այսինչ թռիչքներ են։ Это в каждый день самолеты пролетают. Դա դու ես թռնում։ Через 500 дней. 500 дней, это գիտես ինչ կա։ Если посылю машину, например, говорит, Մի հատ էլ ասա, այդ խաղը ոնց է կոչվում։ вкусное, невкусное. Հա։ Там человек должен кинуть человеку, например, какую-нибудь еду. Яблоко. Например, яблоко. Он должен поймать. А если не поймет? Если он назовет, например, дерево, он не должен поймать. Лови. Арбуз. Ой. Артем, ты должен целиться. Артем. Че? Քուրիկին էլ արա։ Я сказала Артем. Так нельзя. Можно. Да. Имя нельзя кушать. Ивички. Груша. Пры. Ну поймала, засчитала. А как она должна понимать, что она груша? Вон. Человек говорит. Она должна... Она должна... Она назвала трава. Это несъедобное. Она должна угадывать, съедобное или несъедобное. Артем, кидай. Мама кидала. Тай. Не, мам, ты мне кидаешь. Давай. Камень. Нет, несъедобное. Стиральная машина. Да, снимай. И Кружка. Надо не... мне кидаешь. Мороженое. Тортик. Тортик. Поймала. Тортик. Я маме кидаю. Абобус. Мороженое. Мама, это несъедобное. Нет, ты мне кидаешь. Сердце. Самолет летит.
Խեղճ երեխեք երազում են ազատ տարածք, որ վազվզեն։ Дети с ума сошли. Բարիլույս։ Բարիլույս։ Քնած ես դեռ։ Քիլի օրիվ։ Բայց սածիկից ենք ողջում։ Հա, գնա։